Բարձրադիր լեռներով շրջապատված Վայոց ձորի Խնձորուտ գյուղը հայ-ադրբեջանական սահմանի 25 կիլոմետրն է պահում։ Լեռնաշղթայի հակառակ կողմում Նախիջևանն է, որտեղից վերջին տեղահանվածները հաստատվել են Խնձորուտի հարևանությամբ Նոր Ազնաբերդ գյուղում։ Խնձորուտից Նախիջևան քաղաք ուղիղ գծով մոտ 30 կիլոմետր է։ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերի հատման կետում տեղադրված այս խաչքարը բերվել է Նախիջևանի հայկական Զնաբերդ գյուղից, որի վրայի արձանագրության համաձայն 1653 թվականին որդու հիշատակին կուլիսն է կանգնեցրել։ Ինչի՞ է գյուղը Խնձորուտ կոչվում։ Դե Խնձորուտ կոչվում, Խնձոր ա եղել, անունը դրել են Խնձորուտ։ Բայց ասում են ընկույզն է ստեղ լավ։ Ընկույզը դե իր տեղն ունի։ Որակը, մյուսը, համը, ամեն ինչը լավ է։ Ինչ եք մշակում։ Դե մշակելը Խնձորա, ծիրան, ամեն ինչ է մշակում ենք։ Սոխա, կարտոշկա, բանտա, բոստանային, Ոռոգման ջրի խնդիր։ Ոռոգման ջուրը ահավոր է, ջուր չկա։ Մանավանդ այս տարի ջուր չի գալիս։ Հիմա մեր վերջը ոսկելն ինչը գիտենք։ Նասոս կդնեն ներքևը, քանը, չեն հանի, քասցնի ջուրը, գետը ցամաք է արդեն։ Ջուր չկա։ Ջրի խնդիրը պետք է լուծվի։ Ժողովուրդը լետ է, մնացել է այստեղ ջրի համար։ Եթե ջուրը չլինի, ծառը չորանա, մյուսը մնում է այստեղ ինչ անի։ Մի հայիքս էր աշխատում։ Նկարահանում են անել։ Ինչ նկարահանում։ Կիրոյի բանի խմա։ Գյուղը խնդիրներ շատ ունի, ոռոգման ջրի խնդիր ունենք, բացարձակ։ Մի ամբողջ թաղամաս ոռոգման ջուր չունի։ Հնարավորություն կա, այդքան էլ բողոքում ենք, ասում ենք մարզպետարան մյուս։ Մի քանի 100 մետրի պատմություն է, որ պոմպով ջուր տան մեզի։ Փողը մուծենք ջրենք, չեն անում։ Անընդհատ այս հարևաններից ենք խնդրում ջուր բերում հարևան գյուղից, գյուղը քայքայվի մինչև վերջ, եթե նույն ձևին շարունակվի։ Պետք է ապահովեն ժողովրդին ոռոգման ջրով եւ այլ գործով, աշխատանքով ինչով կլինի, որպեսզի գյուղը փրկենք։ Դուք անձամբ անաստապահությամբ եք զբաղվում։ Այո։ Անձամբ ես պահում եմ անասուն։ Երեխաներ ունեք, զավակներ ունեք։ Ունեմ 4 երեխա ունեմ։ Տղես է մոտսա։ Տղես մոտսա ինքնա ծառայող է։ Գյուղը պահելու համար, զարգացնելու համար ինչ է պետք ըստ ձեզ։ Միայն իմ կարծիքով աշխատանք։ Երիտասարդներն աշխատեն։ Բայց ընդունված է մտածել, որ դե գյուղում բնական է, որ գյուղատնտեսությամբ պիտի զբաղվեն, էլ ինչով։ Էլի ենք զբաղվում գյուղատնտեսությունով, այն սովետական տարիներին ավելի շատ էինք զբաղվում գյուղատնտեսությունով, բայց դե գործարան կար։ Հայ էլեկտրոյի մասնաճյուղ կար, ժողովրդի կեսն երիտասարդներն աշխատում էին։ Ով սովխոզում էր աշխատում, ով գործարանում էր աշխատում, կար աշխատանք, ապրում էին մարդիկ։ Հիմա ոչ, չկա։ Իբրև սահմանամերձ գյուղ, որևէ արտոնություններից օգտվում եք։ Ես անձամբ չեմ օգտվել, չգիտեմ։ Հոսանքի պահը զեղչով է, ասեմ ճիշտը, պետությունը պատասխանում է այս հոսանքի պահով զեղչով։ Մնացածներից տեղյակ չեմ։ Աշխատանքի համար փոքր մեծս չընդունվեց, բալերը չհամապատասխանեց իր տեղը, գնաց սովմանը, աշխատեց, հիմա աշխատում է։ Ինչ որ մի բանով, ասենք, մեզ է օգնում կամ մենք ենք իրանում, իհարկե, Երևանում աշխատում, բայց եթե այստեղ աշխատատեղ լիներ, իր ընտանիքի աչքի առաջ, մեկ այսօր ես գնամ, դու գնաս, նա գնավ, հետո գյուղի վիճակը արդեն քանի տուն դատարկվել է։ Ամեն մարդ իր աշխատանքն է։ Մարդկա ուժը չի պատում, որ եթե զինծառայող աշխատի։ Մեկը կարող է վախենա, մեկը կարող է թուլակազմ լինի, մեկը կարող է զենք չկարանա բռնել։ Իմ ամուսինը
90-ական թվականներից մինչ առ վերջին տարիներ, որ արդեն բանակը կազմավորվեց, այնտեղ էր։ Եթե մեր գյուղը ստեղ չլինի, դուք լավաբար եկել եք ճանապարհին, ոչ մի գյուղ չկա, բարձի Մարտիրոս ծերծը, որ մնում ահագին։ Այսքան տարածք թուրքը անիմաստ կվերցնի։ Անիմաստ, բայց մենք եւ թիկունք ենք, եւ սահմանապահ ենք մեր զինվորի համար, մեր սահմանի համար։ Մեր սարերը մեզնից էլ անառիկ են, տեսեք։ Խնձորուտը հիմնադրել են 1826-ից 28 թվականներին ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Պարսկաստանի Խոյի եւ Սալմաստի շրջաններից գաղթած հայերը։ Գյուղի ներկայիս տարածքում խնձորուտցիները հաստատվել են ավելի ուշ, 1969 թվականից սկսած։ Խնձորուտի պատմությունը հին գյուղ կոչվող տարածքում է, որը գյուղից վերև է։ Մեր հին գյուղում ունենք եկեղեցի, որի պատերին քանդակված է սկիզբը աշխատանքի կառուցման եւ վերջը։ Եվ մեր պապերի եւ ծնողների խոսակցությունների, պատմվածքների, ասացածների գյուղը այդ թվերին է կառուցվել։ Հիմնականում մենք պարսկահայեր ենք, Սալմաստի Իգավառից 1826 թվին եկեղեցին էլ հին գյուղում վկայությունը ավարտ է եւ 1886 թվի ավարտ։ Բայլույս Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ։ Ժամանակ տրամադրեք մի կես ժամ սունկ հավաքեք։ Ունեք այդ ցանկությունը։ Սենքի տեղ ենք։ Հա, հաստատ։ Այո։ Դե ելեք կուզով։ Համլետ Եղիազարյանը պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վայքի տարածաշրջանի համակարգողն է։ Նա մեզ ուղեկցում է հին գյուղատեղի եւ տարածքի հնամենի սրբավայրեր, որոնցից շատերը անհայտ են հանրությանը։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դարեր շարունակ կյանքն այստեղ չի ընդհատվել։ Կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար մարդիկ բնակատեղին փոխել են։ Այս ժայռերի մեջ քարերին կպած բազմաթիվ սրբավայրեր, խաչքարեր թողել։ Դրանցից մեկը Կույս Մարիամ վանքն է։ Այն անգամ գրանցված չէ պատմամշակութային հուշարձանների պահպանության ցուցակում։ Պարոն Եղիազարյան, մենք մոտ 10 կիլոմետր բարձրացանք Խնձորոտ գյուղից։ 10-12 կիլոմետր բարձրացել ենք։ Հիմա Խնձորուտի վարչական տարածքում ենք։ Վարչական տարածքի մեջ է գտնվում Կույս Մայնոս մեր բարբառով այդպես ասած, բայց իրական անունը Կույս Մարիամ եկեղեցին։ Գտնվում ենք եկեղեցու շրջակայքում։ Եկեղեցու շրջակայքում եղել են հին գյուղատեղիներ, մարդիկ ապրել են, այլ պատճառներով, ինչ պատճառներով տեղափոխվել են տարբեր տեղեր, կեսը գնացել է Խնձորուտում են ապրում։ Վաղ միջնադար է թվագրվում, չէ՞։ 13-րդ դար։ Ես որքան փնտրեցի, գրեթե տեղեկություն չկա եկեղեցու մասին։ Այս եկեղեցին պետական ցուցակներում գրանցված չէ, հուշարձանների պահպանության պետական ցուցակներում չկան, բայց մենք ներկայացրել ենք որպես նորահայտի, չնայած ինքը վաղուց եկեղեցի է, երևի չեն եղել, չեն տեսել, ես արդեն երկար տարիներ ներկայացնում եմ սա, որպեսզի մտցնեմ պետական ցուցակներում հաշվառենք, տեղի քարով կառուցված, տեսնում եք դեղին, բայց քայքայվող քար է էլի։ Դա շրջակայքում եղել են գյուղատեղիները, ինչպես ասացի, գիտեք, տարածքը սա է, մարդիկ տեղափոխվել են, ինձ թվում է տեղանքի պատճառով, որովհետև բնակվել է, տեսնում եք, թեքության վրա ջուր չկա, ներքևը մի փոքր աղբյուր կա, կգնանք տեսնենք, այդ պատճառով գյուղերը տեղափոխվել են, եկեղեցին այդպես մնացել է անուշադրության կենտրոն։ Մտնենք տեսնենք ներսում ինչ է մնացել։
տեսնում եք հիմա արդեն վտանգավոր է կարելի է։ Իսկ լուսանկարներ կան, որտեղ երևում է եկեղեցու նախնական տեսքը։ Չէ, չունենք։ Ես չունեմ։ Չկա պատմություն, որի մեջ որ լինի սա։ Վայոց Ձորյան պատմությունների մեջ չեմ տեսել, չեմ հանդիպել, որ լինի սրա պատմությունը չգիտեմ։ Ասենք մենք լսել ենք մեր մեծահասակներից, տատիկներից, պապիկներից, որոնք որ հաճախակի են հաճախել եկեղեցի, պատմել են եկեղեցու մասին, գյուղերի մասին, մեզ այդպես է հասել պատմությունը։ Միայն դա։ Չունենք, չեմ ճարել, չեմ կարդացել։ Չկա այդպեսին երևի։ Արդեն տեսնում եք, արդեն վտանգավոր փլուզման աստիճանի պատա, որովհետև երևի ջուրը լցվում է, չգիտեմ, հետո ոնց կլինի, էս է ճակատագիրը մեր եկեղեցու։ Կույս Մարիամ եկեղեցին հայտնի է դեռ շատ վաղ ժամանակներից եւ տեղացիները մինչեւ առ այսօր հավատով կապված են եկեղեցու հետ։ Մեր յուրաքանչյուր առիթը դա կլինի մատաղ, ինչ որ ընտանեկան հավաքույթներ եւ այլն, հատկապես ամռան ամիսներին մենք հիմնականում անցկացնում ենք այստեղ, որովհետեւ վանքի զորությանը հավատում են, դա այդ հավատքը փոխանցվել է նաև մեզ, բացի այդ այստեղի աղբյուրի ջուրը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև վանքի հետ կապված նաև կա ճաշատեսակ, որը հենց այստեղ պետք է պատրաստենք եւ հենց այստեղի ջրով պետք է պատրաստենք, ու դա ամենամեծ առիթներից մեկն է, որ գյուղացիները հավաքվում, գալիս են ու հիմնականում ամառվա ամիսներին ոչ միայն մեր գյուղի բնակիչները, նաև հարակից գյուղերից են գալիս, տարբեր տեղերից լսելով եւ այն մարդիկ, ովքեր ինչ որ չափով կապ ունեն մեր գյուղի հետ, դա կարծես թե ուխտ լինի ու իրենց հիմնական առիթները այստեղ են անցկացնում։ Ձեր մեծերից, օրինակ տատիկներից, պապիկներից ինչ եք լսել եկեղեցու մասին, քանի որ արդեն գյուղատեղին այստեղ չի ու կապվածությունը այդքան էլ մեծ չի, այսինքն միայն ուխտագնացությունների ժամանակ են մարդիկ գալիս այստեղ։ 1820-ական թվականներից սկսած, որ Պարսկաստանից սկսել են գաղթել, իրենք եկել են, հաստատվել են, մի քանի տարի մնացել են, հիմա կլիմայական պայմաններից ելնելով, թե ապրուստի միջոցներ չգտնելով, տեղափոխվել են անընդհատ։ Իսկ եկեղեցին մեր մեծերի պատմելով հիմնական կառուցված է եղել դիմացը, եթե տեսնում եք, այստեղ քարեր կան թափված, այնտեղ փոքրիկ եկեղեցի է եղել, որը քարաթափումներից ավիրվել է եւ հետագայում տեղափոխվել է այստեղ։ Եկեղեցու դիմաց այս քարերը վկայում են նաեւ այն մասին, որ հենց առիթները այստեղ են նշվել։ Եկեղեցին մինչեւ 1930-ական թվականների վերջերը ունեցել է քահանա Տեր Դանիելը, որը մեր գյուղի վերջին քահանան է եղել, հենց մեր գյուղացի է եղել, իրեն Ստալինյան ժամանակաշրջանում մեղադրել են եւ աքսորել են, նույնիսկ պատմում են այն մասին, որ ինքը Չարենցի հետ մեկ օր բանտում անցկացրել է եւ Չարենցի նամակներից մեկը բերել է։ Եկեղեցին խոնարհված է եւ շատ անմխիթար վիճակում է։ Ինչ փորձություններ են անցել եկեղեցու գլխով։ Եկեղեցին գտնվելով բնակավայրից բավականին հեռու, կլիման եւ այլն ազդել են, բացի այդ աղանդավորներն են վնաս հասցրել։ Մի քանի տարի առաջ աղանդավորները այստեղ են եկել եւ այրել են եկեղեցու մեջ գտնվող, այնտեղ կտորներ կային, խաչքարեր կային, պատկերներ կային, սրբապատկերներ, դե իրենք չեն ընդունում եկեղեցին, իսկ մարդիկ իրենց այսպես խաչերը, պատկերները, ասեղնագործությունները բերում են այստեղ, ինչ որ հավատքով, ինչ որ աղոթքով կապում են եկեղեցու պատին, մտածելով, որ Աստված իրենց աղոթքը կլսի եւ ի կատար կացի, բայց հրդեհից հետո բավականին վնաս կրեց, տանիքը անմխիթար վիճակում է, չնայած վերանորոգվում են։ Տանիքը դա է ուզում հարցնել, գյուղացիների միջոցներով է վերականգնվել։ Հիմնականում գյուղացիների միջոցներով է վերականգնվում, այսպես գալիս են նայում են ինչքանով հնարավոր է վերականգնում են, բայց ինքը քանի որ բարձր դիրքում է գտնվում եւ քամին շատ է վնասում, տանիքը այդպես կայուն չի մնում։ Եկեղեցու բակում տեղադրված հուշաքարը բերվել է նախկին բնակավայրից, ձորն անցկացնելու համար քարի վրա անցք է արվել։ Հուշաքարի վրա եկեղեցու մասին արձանագրություն կա, որը դեռևս վերծանված չէ։ Իջնենք սենց ճանապարհով գնանք, սենց հարմար չի։
Ձորը մենք անվանում ենք վանքի ձոր, որովհետև հենց եկեղեցին այդքան կուսմանյոց չենք անվանում, ինչքան ասում ենք վանք, այդպես է ավելի շատ մեզ հայտնի վանքը։ Այսինքն հնչյունափոխված է Սուրբ Մարիամը, Մարիամը, Կուսմայնոս, հետաքրքիրն այն է, որ տարեցները այն ժամանակ իմ տատիկն էլ նրանց շարքերում ամեն առավոտ զարթնում էին, նայում էին դեպի եկեղեցու կողմը, խաչակնքվում եւ ասում էին մեռնեմ քո զորությանը, Կուսմայնոս վանք, ու դրանից հետո նոր սկսում էին իրենց գործերը։ Այս հասնում ենք աղբյուրին։ Սա աղբյուրն է, որը հուշաքարը կառուցվել է 1959 թվականին հիշատակ Կուսմանյոս վանքին։ Աղբյուրի ջուրը եղել է, ուղղակի հուշաքարի տեսքով ավելի այսպես գեղեցիկ է։ Վայրի էր աղբյուրը, վայրի աղբյուր էր, այո, հիմա արդեն այս տեսքով կողքն էլ ունենք փոքրիկ մատուր, դրա մասին ոչինչ չեն ասում, չգիտենք, այնտեղից էլ է ջուր դուրս գալիս, աղբյուրի ջուր, բայց պարտադիր վերևը մոն վառելուց հետո գյուղացիները այստեղ էլ են մոն վառում։ Սա է համարվում բուժիչ, հրաշավոր ջուր։ Ու պարտադիր, եթե մենք այստեղ հավով ճաշ ենք եփում, ճգճուր ենք ասում, դա ձվի ջուր, հա, հավի մսով տնական հավը բերում են այստեղ, մատաղի պես մորթում են եւ այդ ճաշը այս ջրով պատրաստում են։ Ու պարտադիր պայմաններից մեկն էլ այն է, որ տղամարդը պետք է եփի այդ ճաշը։ Քանի որ մենք համարվում ենք որպես սահմանապահ գյուղ, ոչ թե սահմանամերձ, մենք այս պահին գտնվում ենք հակառակորդի նշանառության տակ, շատ մոտ են իրենք մեզ, ու գյուղը գրեթե 3 կողմից շրջապատված է հակառակորդով ու շատ մոտ ենք։ Հիմա դիրքերը որ հատվածում են։ Դիրքերը եւ որ նայում ենք վերև, այն ամենաբարձր կետերում հենց հակառակորդի դիրքերն են։ Եթե լարված իրավիճակներ են լինում, ասենք 20 թվականի պատերազմներ, դրանից հետո խուսափում ենք այստեղ գալ, նախ զգուշացնում են, որովհետև ամեն դեպքում սահման է, թշնամիներ մնում է թշնամի։ Հիմա ուղիղ իրենց նշանառության տակ ենք։ Տեսնում են։ Մեր մյուս կանգառը գյուղից 3 կիլոմետր է հեռու։ Լքված գյուղն է։ Հենց այս տարածքներից էլ հեռացել են խնձորությունները։ Դուք այստեղ չեք ծնվել։ Ոչ, այստեղ իմ ծնողն է ծնվել, հայրիկս է ծնվել։ Իմ տատիկս է այստեղ ապրել ընտանիքով։ Երբ է լքվել գյուղը։ 1970 թվականին արդեն գյուղացիները դուրս եկան, մի մասը հաստատվեց հիմիկվա Խնձորուտում, իսկ մի մասը գնաց Արարատի մարզ, հիմնականում հաստատվեցին Սուրենավանում։ Հիմա սա տան երևի Զանգ տներ են, տան օրինակ է, որտեղ մեկի բակը, մյուսի տանիքն է եղել, այսպես տները իրար վրա են կառուցված եղել ու շատ մոտիկ են եղել։ Հիմնականում այսպես բարեկամական կապերով հաստատվածները մի գծի վրա են եղել ու գյուղում շատ կան նաև հենց գերդաստանների անունով սրբատեղիներ, կամ Մարտոենց Սուրբ, կամ Մարտոենց Աղբյուր, Եղոենց Սուրբ կամ Եղոենց Ջաղացի քար, այդպես են ասում։ Իսկ ինչու տները չեն պահպանվել։ Քանի որ տները կառուցված են եղել հենց այստեղից վերցրած քարից եւ հողից, եղանակային պայմաններից, անձրևից, ձյուն, կարկուտ, դրանք արագ արդեն տան հիմքերը խարխլել են եւ դրանք փլվել են։ Գյուղի միակ եկեղեցին Սուրբ Ստեփանոսն է, որը խոնարհված է, չի գործում։ Չի գործում, փայտից կառուցվածք է եղել, իսկ հետո արդեն 1866-ից մինչև 1884 թվականին արդեն վերակառուցվել է, վերանորոգվել, իսկ 1885 թվականին Էջմիածինից եկել են Օծել եկեղեցին եւ տվել Սուրբ Ստեփանոս անվանումը։ Եկեղեցին եւս ունեցել է քահանա, վանքի քահանան է եղել Տեր Դանիելը, այսինքն մինչև 1930-ական թվականները Տեր Դանիելը այս եկեղեցին եղել է, գործել են, պատարակներ են մատուցել, իսկ դրանից հետո այլևս ոչ։ Սուրբ Ստեփանոս եռանավ բազիլիկ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում հին սրբավայրի տեղում։
Վերակառուցվել է 1866 և 1884 թվականներին։ Պահպանվել է 1865 թվականին Սուրբ Էջմիածնի Սինոդին ուղղված խնդրագիրը Խնձորուտի եկեղեցու վերանորոգությունը սկսելու համար։ 19-րդ դարում վերակառուցվել է ծածկը և տեղ-տեղ պատերը, որոնց մեջ էլ տեղադրվել են քանդակազարդ խաչքարեր։ Եկեղեցու շրջակայքում հին գերեզմանոց է եղել, որից մի քանի խաչքար է պահպանվել։ Եկեղեցին վերանորոգվեց գյուղացիների եւ մեկ բարերարի կողմից, որ ապրում է Երևանում, նորից Խնձորոցի բարերար, նորոգեցին, փոխեցին, բայց հիմա տեսնում եք, որ նորից դարձավ ավերակ, քամու պատճառով թիթեղվեցրեց, շուրտվեց, այդպես տանիքը ավիրվել է նորից։ Այստեղ շատ ուժեղ քամի։ Շատ ուժեղ քամիներ են, լանջ է քամին ուժեղ ալինում, այդ պատճառով փչացավ, ավիրվեց նորից։ Քայլենք։ Այստեղ պետք է տենց հիմնովին էլի վերանորոգվի։ Այդ վերանորոգման ժամանակ ես ստեղ էի։ Ինքան խնդրեցի, ինքան աղաչեցի այս վարպետներին, որ ընենց արեք, քամի չմտնի։ Չելավ, ինչ ճար արեցի, չելավ։ Հաջորդ տարին եկան կրիշ գցեց քամի։ Սահմանամերձ գյուղի բոլոր դժվարություններն անտեսելով 2022 թվականին երիտասարդ տնտեսագետ Ռոբերտ Գրիգորյանը Խնձորուտում կավիճի փոքր արտադրություն է հիմնել։ Սա է ձեր արտադրամասը։ Այո, կավիճի արտադրամասն է, հիմնել ենք 2022 թվականին։ Նշեմ, որ Հայաստանում միակ արտադրությունն է կավիճի համարվում։ Էկոլոգիապես մաքուր, բացառապես մաքուր նյութերով ենք արտադրում կավիճը, որ երեխաների համար եւ օգտագործողների համար շատ անվտանգ լինի։ Կարող ենք չէ՞ մի հատ բաց։ Այս կողմով եկեք։ Գաղափարը ինչպես ծնվեց։ Գաղափարը, այսպես ասեմ, ես սովորում էի տնտեսագիտական համալսարանում։ Մեր մոտ միշտ կավիճի պակաս էինք ունենում ու այդ պահին իմ մոտ միտք առաջացավ, ինչ է կավիճը իրանից ներկայացնում, որ մենք պակաս ունենք, էլի չենք կարողանում լրացնել։ Արտադրամասը դեռևս գործում է ընտանիքի անդամների ուժերով, սակայն արտադրանքի ծավալներն ընդլայնելու դեպքում աշխատատեղեր կստեղծվեն։ Ընդհանրապես ես ունեմ մի կարծիք, որ ունենք Հայաստան, մի երկիր, երկիրը չի վերջանում մայրաքաղաքով, Երևանով, պետք չի տնտեսություն զարգացնել, կենտրոնացնել մի տեղ, եթե ուզում ենք ունենանք հզոր տնտեսությամբ երկիր, հզոր երկիր, պետք է ամեն անկյունում ունենանք հզոր տնտեսություն։ Սրանք ինչերն են։ Այս տարաների մեջ մենք արտադրված կավիճը արդեն չորացնում ենք, հիմնականում արևի պայմաններում ենք չորացնում, որպեսզի ավելի հա, բավականին մեծ արև ունենք, առատ արև ունենք տարվա կտրվածքով։ Հատկապես մենք արտադրությունը մեծ ծավալով կատարում ենք այս ամիսներից մինչև նոյեմբեր ամիսները պահեստավորում ենք։ Սա հայկական շուկայի համար է։ Հա, հայկական շուկայի համար է։ Ռոբերտի տվյալների համաձայն Հայաստանի շուկայի կավիճի 65%-ն իրենք են արտադրում։ Երիտասարդ գործարարը մտադիր է Խնձորուտում արտադրված կավիճը իրացնել նաև առցանց շուկայում։ Փաստորեն, բացի ձեր արտադրամասից նաև զբաղվում եք։ Հա, նաև զբաղվում ենք այգեգործությամբ, դիտարկում եմ այգեգործությունը որպես շահութաբերության մի այլ ճյուղ,
եթե խելացի վերաբերվես այգիների մշակման հետ, կունենաս բավականին մեծ շահույթ, եկամուտ։ Ձեր հասակակիցներից շատերն են լքել գյուղը։ Հա, շատերն են լքել գյուղը։ Տեսեք, հասակակիցներս, երիտասարդները լքելով գյուղը թուլացնում են մեր երկրի սահմանները։ Մենք այստեղ ունենք վանքեր, եկեղեցիներ, եթե ինչ-որ ժամանակ հետո գյուղը դատարկվի, բնակչություն չունենա, տարիներ արդեն հետո մենք կունենանք ամայի տարածք, կմոռացվեն մեր վանքերի, մեր եկեղեցիների մասին պատմությունները, իսկ արդեն դա կլինի ռիսկային մեր երկրի համար։ Երկիրը զարգանում է հենց գյուղից, հենց սահմանից, պետք է բոլորը զարգացնեն գյուղից ու սահմանից, որպեսզի կարողանանք ունենալ հզոր զարգացած երկիր, բարեկեցիկ երկիր։ Համարում ենք նախալեռնային գոտի, ամեն բան էլ գյուղատնտեսության մեջ ամեն բան էլ կա, ամեն բան էլ հնարավոր է աշխատես, ստեղծես, թե բանջարեղենից, թե մրգերի տեսակից, տանձ, խնձոր, երկեֆիլ, չգիտեմ, ամեն բան կարող եմ ասել, միայն ցիտրուսային բույսե չի աճում, ըստ հեսա կլիման էլ որ փոխվել է, կարող է հնարավոր դառնա այդ աճի։ Ուր էլ գնանք պետք է աշխատենք, ուր էլ գնանք պետք է չարչարվենք։ Ես էլի նորից խնդրեմ բնությանը եւ մեր կառավարությանը, եթե հնարավոր լինի մեր ջրի հարցը կարգավորվի, ոռոգման ջրի հարցը, մեր ժողովուրդս աշխատող ենք ստեղծող։ Ամեն պայման էլ կստեղծենք մենք աշխատելու, արարելու, ստեղծելու եւ մեր գյուղը պահպանելու համար։ Ոռոգման ջրի բացակայությունից բացի սահմանամերձ խնձորուտի խնդիրներից մեկն էլ դպրոցում ուսուցիչների պակասն է։ Մանկավարժների մի մասը 35 կիլոմետր ճանապարհ անցնելով վայքից է գալիս։ Խնդիրը լրացուցիչ բարդանում է, քանի որ գյուղը չունի փոխադրամիջոցներ, որոնք կկապեն այն քաղաքին եւ հարևան բնակավայրերին։ Տրանսպորտի բացակայությունը խանգարում է նաեւ երեխաներին գյուղից հասնել վայքում, Եղեգնաձորում գործող խմբակների։ Ունեմ 4 երեխա, 2 աղջիկ, 2 տղա։ Ամուսնացած են, ունեմ 14 թոռ, ապրում ենք սահմանում, բնականաբար տենց մենք պահում ենք մեր գյուղը։ Եվ մենակ ապրելով այնց թվում է հնարավոր պահել գյուղը։ Միայն ապրելով, թե չէ այսօր մենք մոտարապես ունենք 50-60 կիլոմետր սահման, չեմ խաչիկ։ Ստեղից արև քարից սկսած, միջեմ հարսնակար, ոտ այդքան սահմանն է, այդքան սահմանը զինվորներ կան ծանոթության մեջ, բայց եթե մենք ստեղ ապրող չլինի, սահմանն էլ չի լինի, դե պահող էլ չի լինի։ Դասամիջոցն ավարտված, խնդրում ենք ապրել դասարան։